Տիկին Ղազարյան, Արման Թաթոյանը օրեր առաջ ասուլիսի ժամանակ անդրադառնալով պատգամավորների այս բարեվարկությանը ասաց, որ եթե ես ունենայի այնպիսի պատգամավոր, որը հայհոյեր, ապա այդ պաշտոնյայի վիզը կկտրեմ։ Տեսանք այսօր առավոտյան, որ ՔՊ վարչությունը ընդունեց բարեվարկության կանոնների մասին, էթիկայի կանոնների մասին այդ ուղեցույցը, սա Արման Թաթոյանի ասուլիսից հետո շարունակող գործողություններ էր, ինչպես կմեկնաբանեք։ Արման Թաթոյանը նման հայտարարություն անելով նախկին էթիկական խոսքին պետք է հետևել իսկ փոխելու եւ այլն աշարունելով նաեւ իր նախկին պաշտոններում լինելու հանգամանքը միբ լինելու հանգամանքը նախկին պետք է հետևի։ Ոչ մենք այս էթիկայի կանոնակարգը քննարկել ենք բավականին երկար ժամանակ եւ ընդունել ենք բոլոր մեր կուսակցական անդամներին, որոնցով մեր կուսակցական անդամները պետք է շարունակեն իրենց հանրային գործունեությունը, նաև կուսակցության ցանկացած ոլորտում իրենց գործունեությունը եւ սա խոսում է հենց էթիկական կրթություն ունենալու, աշխատելու, քաղաքակրթական ցենզը բարձրացնելու վրա մասին եւ մենք աշխատել ենք այդ ուղղությամբ, որ մեր բոլոր կուսակցականները ունենան օրինակելի եւ մեր էթիկական կանոններին համապատասխան։ Եվ այս ընդհանրապես Թաթոյանի հետ որևէ կապ չունի։ Տիկին Ղազարյան, նաև ՔՊ պատգամավորներից մի քանիսը տեսանք, որ չեն առաջադրվել, նաև ասացին, որ դուրս են գալու զբաղվեն իրենց բիզնես գործողություններով, ինչպես սա մեկնաբանեք։ Ցանկության խնդիր է այստեղ շարունակելու կամ չշարունակելու լինել ազգային ժողովում եւ ԿՊ-ն ընդհանուր առմամբ հենց տրամադրվածությունը այդպեսին է, համաժողովով են ընտրվելու մեր պատգամավոր, այսինքն ամենաժողովրդավարական կուսակցությունները որևէ մեկին ասենք չենք կարող խնդրել կամ պարտադրել, որպեսզի գտնվի ազգային ժողովում։ Ես իհարկե խոսել եմ մեր բոլոր գործընկերների հետ, որոնք որոշել են դուրս գալ եւ զբաղվել իրենց անձնական հետաքրքրություններով, օրինակ Քրիստինե Պողոսյանը այդ առումով ամենաօրինակելի, ես ասել եմ ինքը ցուցադրություն է ունեցել նաեւ ազգային ժողովում, արտերկրում այս վերջերս ցուցադրություն ունեցավ, շատ լավ նկարում է, ես կարծում եմ, որ իր հաջողությունը նկարելու հետ կապված ավելի մեծ է, քան ազգային ժողովի գործունեությունը եւ գնահատելի է, որ մարդ գնում է իր սրտի ցանկությունների հետևից, շատ եմ գնահատում։ Հնարավոր է հաջորդի բացառվի գործարարներին, բիզնեսմեններին քաղաքականություն բերելու այս Գիտեք, առաջադրումների փուլը մեր ցուցակով հանդես գալու ավարտվել է արդեն կուսակցությունում եւ ես պետք է նշեմ, որ բավականին շատ բաներ ունենք, առաջադրումներ ունենք տարբեր ոլորտներից, կուսակցական, անկուսակցական, ինչը շատ ողջունելի է եւ սա խոսում է մեր կուսակցության հանդեպ վստահության մեծացման վերաբերյալ, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ես չգիտեմ հիմա հերթականությամբ ինչ ոլորտների նաեւ ներկայացուցիչներ են, կուսակցականներ են, որոշ չափով բոլորին են ճանաչում եմ, բայց կդիտարկենք, տեսնենք ովքեր են, բայց հստակ խոսել օրինակ բիզնեսմեն կամ բան, ճիշտ ասած, հստակ չեմ պատկերացնում։